Փառք Ներդեհին։ Այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն Արցախի հանրահավաք տեղի ունեցավ։ Թե հանրահավաքի համար ովքեր ամբիոն բարձրացան եւ ինչ խոսեցին, դա անկեղծ ասած էական չէ, որովհետեւ դրանց մեջ կային նաեւ արտահայտություններ, որոնց պատճառով հենց Արցախը Հայաստանից անջատվեց, այս վերջի 30 տարիների ընթացքում դարձավ անպաշտպան եւ Ալիևին հաջողվեց մեզանից խլել ժամանակավոր։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Արցախահայության տեսակետը։ Արցախահայությունը այդպես էլ ռուսին թշնամի չհամարեց։ Ավելի շուտ Կրեմլին թշնամի չհամարեց։ Այդքան բացատրեցինք 2019 թվին գնացել էինք։ Ժամանակ բևեռ չէր, Սասնածռերն էին։ Երբ որ խորհրդարանական ընտրությունները հապճեպ այսպես կազմակերպեց Նիկոլը եւ Սասնածռերին դուրս թողեցին խորհրդարանից պայմանավորված ծևի, մենք արդեն հասկացանք, որ իսկապես իրենց խանգարող պետք չէ, որ իրենք կարողանան Արցախը ամբողջությամբ տալ Ալիևին ուղղակի։ Մենք գնացինք, զգուշացրեցինք, բայց Արցախահայությունը մնաց անդրդվելի, մնաց Պուտինամոլ։ Ինչպես հիմա էլ են իրենք դեռ Ռուսաստանի հույսով են, բայց Պուտինը այնտեղից ասում է եւ Արցախը եւ նրա շրջակա միջավայրը ամբողջովին Ադրբեջան է, բայց այս մարդիկ լսում են էլի նորից Պուտին։ Եղան մարդիկ, ովքեր հենց ուղղակի մեղադրեցին նախկիններին մենակ, Նիկոլին չմեղադրեցին։ Դե Նիկոլին ինչ աներ ասում, նախկինները ամբողջ բանակը թալանել էին, թուլացրել էին, զենք չկար նորմալ, այս չկար, այն չկար, այն չկար։ Իհարկե դա ճշմարտություն է։ Բայց բերեք մի ուրիշ դիտանկյունից էլ նայենք։ Արցախահայը ինչ որ ասում է, կիսատ է ասում, ամենագլխավորի մասին չի խոսում։ Լավ, ասենք թե զենքը կար։ Չէին թալանել։ Ոչ մի գեներալ չէր թալանել։ Ոչ մի նախագահ չէր թալանել։ Ուզածը զենքը կար Արցախում եւ Հայաստանում։ Այդ զենքը կրակելու էր։ Դու ամենակարևորի մասին չի խոսվում։ Այդ զենքը կրակելու էր։ Եթե նրանք պայմանավորեն Արցախը հանձնեն, ես որ Պուտինը ասել է պետք է տակ, որովհետեւ Թուրքիայի այդ պայմանավորություն ունեն, որովհետեւ տեղը սնեղ է, այս քանի տասնյակ տարի է պատժամիջոցների տակ է։ Սգում է այդ պետության տեսությունը, մինչև պատերազմը Ուկրաինայի հետ։ Նրանք արդեն այդ ժամանակ իսկ ծանր վիճակում են, իրենց պետք էր, որ իրենց գազը մեծ ծավալով Թուրքիայով դուրս բերեն։ Թուրքիան էլ գիտեք, Արցախ է ուզում։ Հետո տեսավ Ռուսաստանը ծնկի է եկել, Հայաստան ուզեց։ Հիմա հարց, սիրելի Արցախահայ, դու ունեիր ցանկացած տիպի, ասենք թե Ադրբեջանից 5 անգամ, 10 անգամ ավելի շատ զինված էր մեր զորքը։ Ժամանակակից տեխնիկայով։ Կիրառվելու էր։ Իհարկե ոչ, որովհետև Պուտինն ասում էր չկրակեք։ Այդ հակաօդային համակարգը։ Հիշում եք Քարորիայի ժամանակ։ Քարորիա պատերազմի ժամանակ թուրքերը չկարողացան իրենց գործողություններն անել։ Հասկանում եք, Քարորիայի ժամանակ անգամ գեներալներ կային, որ գլխի չէին որ այս պայմանավորվածը, մարդիկ կռվում էին։ Անգամ այն Վիտալի Բալասանյանը, որ դավաճաններից մեկն է, որ Աղավնուն հայաթափեց ինքն էր քավորը, որ պետք է հանձնեին Ադրբեջանին, ասաց որևիցե մեկը տուն չայրեք, ձեր տները չայրեք, պետք է ստանք Ալիևին։ Այդ նույն Վիտալի Բալասանյան Քարորիա պատերազմի ժամանակ խրամատում էր։ Հերոսական կոչեր էր անում թուրքնով է, բան, սենց կանենք, նենց կանենք, հող տվող լինի, սենց լինի։ 4 տարի հետո այդ մարդ փոխվեց։ Առան բոլորին։ 44 օրյա պատերազմի ժամանակ չունեինք որևիցե գեներալ, որ հայամետ է։ Չկար ոչ Հայաստանում, ոչ Արցախում։ Ասենք թե զենք ունեիք, ինչ էիք անելու։ Եթե մարդն ասում է նահանջի հրաման տուր, եթե մարդն ասում է գնացեք ասեք հողերը ծախացեք, զոր չկռվեք, զոր թողեք հետ եկեք։ Հասկանում եք խնդիրը որն է մեր։ Խնդիրը մենակ զենքը չէ։ Իհարկե, այդ գեներալները, որ
բանակը թալանել էին եւ միլիոն դոլարանոց դրյակներ էին Արցախում կառուցել, մարդիկ թողեցին եկան։ Ջանները չցավաց, որտեղ այդ չէին կրտնել այդ փողի վրա։ Երբ տերն ասես պետք է թողեք, թողեցին։ Մենք սրանից չենք խոսում։ Ու բոլորը հենց ուղղակի նախկինները թալանել էին, լավ։ Դրա մեջ իրականություն, դա իրական է։ Բայց Պուտինին ծառայելն է ամենավտանգավորը։ Երկու տարի Նիկոլը 18 թվին եկավ, 20 թվին պատերազմ եղավ։ Այդ 2 տարվա մեջ Նիկոլը կարող էր այդ թալանածներից, բոլորից թեկուս կեսը վերադարձնել բյուջե եւ զինվեր։ 2 տարին քիչ ժամանակ չի, բանակը եթե զենք չկար, զիներ։ Արեց, չարեց, որտեղ այդ մարդը եկել էր։ Մարդ խոստովանում է, ասում է, որ մեղադրում են, ասում են, դու այն ժամանակ ասում էիր Արցախը Հայաստան է, հիմա ասում ես Ադրբեջան է։ Ոնց եղավ։ Ասում են այն ժամանակ ձեզ խաբել է։ Ես այն ժամանակ էլ ասում եմ, գիտեի, որ դա Ադրբեջան է։ Ուղղակի այտենց ասացի, որ ինձ ընտրեք, թե չէի կընտրի։ Այդ լեգիտիմ վարչապետի խոսք է, էլի, հասկանում եք, լեգիտիմը ճակատների մեջ։ Եթե մարդ խոստովանում է, որ խաբել է, ստել է, սուտը լեգիտիմ չէ։ Ուզում է դու գնացած ընտրած լինես իրեն։ Այսինքն քեզ խաբել է։ Այսինքն դրա կեղծարարությամբ է զբաղվել։ Դա նույնպես ընտրակեղծիկ է։ Հիմա, եթե այդ մարդը այն գլխեն, ասում է, ես գիտեի, որ դա Ադրբեջան է, օրինակ Արցախը, դուք չեք հասկանում, որ ինքը հենց վարչապետ է նստել, իրեն ասել են, տղա, դու որ նստում ես վարչապետ, Կարեն Կարապետյան պետք է գար, որ մենք ասենք, էս այդ պետք է կաշվես։ Նա պետք է աներ։ Դու անելու ես, նա ասել է, ես լավ անող։ Այդ ինչ պետք է անի, Կարենը, որ ես չեմ կարող անել։ Եթե Կարենը կարող է մի երկու գյուղ տար, մի երկուսն էլ չտար, ինքը բան էր անում, երկու գյուղ տալիս էր, երրորդն էլ նվեր էր տալի։ Դուք sense բաներից պետք է խոսեք, ժողովուրդ։ Ոչ թե բանը նախկինները թալանեցին, մենակ չթալանեցին։ Թշնամուն ծառայելը, ելի եմ ասում, ամենավերջին զենքն ունեցի։ Հիշում եք 44 ժամանակ իսկապես հակաօդային համակարգը ամբողջությամբ հայերի ձեռքն, մեր ձեռքն էր։ Եվ ադրբեջանցիները չօգտագործեցին օդուր։ Այդ 40 ժամանակ էլ տեսավ Պուտինը, ասաց հենց էլ վերցրեք, իբր սարքեց համատեղ։ Եվ պարոն Պապյանը անմիջապես հենց 16 թվին ասեց. հաջորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանը օգտագործել է օդուր, իսկ մեր հակաօդային համակարգը չի աշխատելու։ Ռուսներն էլ չէ, երբ որ պետք է փագեին, ադրբեջանցիներն ասում են փագում ենք չգաք, երբ որ պետք է բացեին, ասում են բաց եկեք, ինչ ուզում եք արեք։ Էլ չասեմ Թուրքիայի ինքնաթիռներին, որ արգելում էին խփեն։ Իմիջիալոց Թուրքիայի ինքնաթիռը ասացինք, ես Քանի որ արդեն այդ պատերազմի ընթացքում մենք հասկացանք, որ մեզ ասում են առաջ են գնում, հաղթում ենք, բայց հետո ճակատից տեղեկություններ էր գալի, դե մենք ունեինք, չէ՞, մարդիկ կային այնտեղ կռվող, եւ հասկացանք, որ սա իսկապես շատ ծանր հանցագործություն է տեղի ունենում։ Ես այդ ժամանակ Վանաձորում էի, մեզ արգելեցին, որ խաբեցին ավելի շուտ, խաբեցին, մենք հավաքվել էինք զորավարժությամբ պետք է անենք, որ գնայինք Արցախ։ Տարբեր պատճառաբանություններով այդ մասին Վարժան Ավետիսյանը եւ Ֆիջար Սեֆիլյանը ասել են, ինչ է Նիկոլը խուսափել, որ Սասնացրերը գնան ճակատ։ Ես Վանաձորում էի եւ մտքովս այսպեսի բան անցավ եւ բարձրաձայն խոսեցի, ընկերական շրջապատ էր, տղաներ կային, իմ տարիքի տղերք էին։ Գիտեք ինչ ասեցի, ես ասեցի, անունը չեմ տալի, զարմացան։ Բայց ինձ որ լսի կհասկանա ես ինչ եմ ասում։ Երբ որ հասկացա, որ վերջնականապես արդեն վերջ պայմանավորությունը այնպես է, որ պետք է տան, ես ասեցի, այ եթե մենք մի գեներալ ունենանք գոնե, ով մի հատ հրթիռ ուղարկի դեպի Թուրքիա, Հայաստանից, ու մի հատ ռազմավազայի վրա, ընդամենը մի հատ հրթիռ։ Չէ, որ ասում է, սա պայմանավորված է, ռուսը ինքն է առաջ բերում, թուրքին չէին հավատում։ Եթե դու հզոր ճակերտների մեջ, հզոր Ռուսաստանի դաշնակիցն ես ու պարտվում ես, ուրեմն դա Ռուսաստանը ուզում է, որ դու պարտվես, չէ՞։ Ոնց կարող է Ռուսաստանի դաշնակիցը պարտվի։ Ես ասեցի, որ եթե մի հատ հրթիռ ուղարկեն այնտեղ, ռուսների ու թուրքերը կարող է իրար դեմ դուրս գան։ Եթե մենք ուղարկում ենք, իրենք հասկանում են, որ ռուսներն են ուղարկել։ Եվ հակամարտություն առաջանա սրանց մեջ, գոնե այդ պայմանավորությունը մինչև վերջ չանեն։ Այսինքն ռուսների ու թուրքերի մեջ կռիվ գցեինք, որ
Գործը առաջ չգնար սրա պայմանություն էլի։ Ես այդ նպատակով ասացի մի գեներալ ունենանք էլի գոնե նորմալ մարդավարի մի հատ հրթիռ ուղարկի Թուրքիա։ Դա տեսնեք ոնց են զարմացել։ Այս ինչ ես խոսում։ Մոթամ Ադրբեջանին կարողանում են դիմակայել, հիմա էլ Թուրքիան է յանից գա հարձակվի մեր վրա, ասես իրանք չեն հասկանում, որ այդ Ռուսաստանն է իրենց հրավիրել։ Թուրքիան արդեն Ադրբեջանով գալիս էր։ Թուրքիան Ադրբեջանի մտել էր Ադրբեջան ու գալիս էր մեր վրա, հարձակվել էր արդեն։ Մեր հետ պատերազմում էր։ Այդ մարդիկ չէին հասկանում։ Համել գիտեին, բայց ես բացատրում եմ, թե ինչի եմ այդպես մտածում։ Ասում եմ, որ ռուս-թուրքական պայմանավորվածությունը խախտվի, սրանց մեջ եթե լարվածություն առաջանա, այս process-ը կարող է կանգնել։ Այդ մարդկանց մոտ MC տպավորություններ երևի, ու չբարձրաձայնեցին, զարմացան սարսափելի, ու եսի մեջ հասկացա, ասեցի հիմա սրանք կմտածեն կասեն, այս տրամաբանությամբ էլ գնացել էր, ուզում էր ազգային ժողով պատգամավոր դառնաս։ Երևի տենց էլ մտածեցին իմ մասին։ Բայց այս տեսանյութը համոզված եմ Վանաձորի այդ մեր տղաները որ լսեն, կհիշեն, անունը չեմ ուզում տամ։ Սարսափելի զարմանք ապրեց, ոնց է Թուրքիային խփենք։ Ես այդպես ասեցի։ Խփենք, որ փչացնենք ռուս-թուրքական հարաբերությունները, որ այդ կռիվը այլ ելք ստանա, էլի, կամ կասեցվի, կամ դադարեցվի, որովհետև ամերիկան կանչում էր պայմանավորվում էին, նորից շարունակում էին։ Հետո ձևական մի հատ Կրեմլից կանչեցին, պայմանավորեցին, հետո նորից շարունակեցին, որովհետև Կրեմլը գիտեր, ասել էր պետք է մեծ թվով զոհեր տակ, կոտրվի բանակը, որ հետո մնացածը առանց կրակոցի հանձնելով գնանք, ոչ մեկ չկարողանա մեր դեմն առնել։ Հետո նոր երբ որ տեսան արդեն, վերեցին նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դեմ տվեցին։ Այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթին էլ Ռոբերտ Քոչարյանն էր կողմ։ Անմտություն կլինի, ասում է, եթե դրան դեմ կանգնենք, որովհետև այդ նույն Պուտինը նաև Ռոբերտ Քոչարյանի ասողն է, որ մենակ Նիկոլի ասողը չէ։ Այդ որ ձեր մեջ մտցրել եք, որ Ռոբերտն ու Նիկոլը հակառակորդ են, բա ինչի արդարացրեց Նիկոլը իր սահմանադրական դատարանով Ռոբերտին։ Ինչի է Վարուժան Ավետիսյանը եւ մնացած սասնացրերը 9 տղա հիմա բանտում են։ 9 սասնացուր բանտում են։ Բայց եթե ինքը սասնացրերը իր Քոչարյանի ու Սերժի դեմ էին ապստամբել այդ տղաները, Նիկոլի դեմ ոչ էին ապստամբել։ Ավելի շուտ Կրեմլին ուղղակի այդ ժամանակ իրենք էին ադմինիստրատորը։ Ինչի է հիմա սասնացուրը բանտում Քոչարյանն ազատ։ Լավ, ամփոփելով ասեմ, հետո նույնից ես տեսա, որ մարդիկ կան ասում էին, որ հերթական անգամ նախկինները ժողովրդին հանեցին փողոց, հեսա նորից խափենք տանեն տներով բան, բևեռը նորից գնաց կանգնեց կողքներին բան, սրբազան շարժումը հիշեցին որոշ մարդիկ, ուրեմն սրբազան շարժումը, երբ որ բևեռն աջակցում էր, Հայաստանում ինչ-որ տեղի ունում ժողովուրդ, դուք մի տեսեք դա, մենակ զուտ Հայաստանի ներքաղաքական խնդիր։ Դրսից արտաքին ազդեցություն շատ կա։ Եվ այդ սրբազանի շարժումը, եթե մի բան տեղի ունենար, մեր հարևան երկրներում, այդ սրբազան շարժումը այլ ուղղությամբ էր գնալու։ Այն ականջները, որ հետո եկան երևացին, չէին գալու, բայց չստացվեց։ Այլ ուղղությամբ գնաց եւ այդ ականջներն եկան այդ շարժումը կասեցրին։ Այսինքն բևեռը դուրս եկավ, ստիպված կասեցվեց, որովհետեւ դրանք արդեն գալիս էին։ Հիմա ժողովրդի կողքին պետք է միշտ կանգնես։ Հիմա նորից կարող է շատ հնարավոր է, որ նորից ժողովրդին տանեն եւ այսպես ասած գոլորշի բաց թողեն։ Նիկոլա Հայդարությունն արել է Արցախյան շարժումը կասեցնելու, սրանք էլ պետք է ցույց տան, որ չէ։ Սա առաջերտին մեկ դրական բան է, որ աշխարհը տեսնում է, որ Հայաստանում Նիկոլի ասածը լուրջ չի ընդունվում։ Անկախ այն բանից պայմանավորված են անում, նախկիններն են անում, թե ով է անում, նախ մեզ պետք է որ ցույց տանք, որ Նիկոլը ինչ ուզում, այստեղ չի կարող անցկացնել։ Սա շատ կարևոր է, որ հետո մեզ օգնելուց իմանան, որ Նիկոլը մեր թշնամին է գան մեզ օգնելու, ոչ թե Նիկոլի ասելով ասեն մեզ ոչինչ չի սպառնում, ինչպես Արցախը հայաթափելու օրերին, ասեց հայերին ոչինչ չի սպառնում, հաջորդ օրը հայաթափեցին։ Ուրեմն կարևոր դրական բանը, որ մարդիկ հավաքվել են հրապարակում եւ աշխարհը դա տեսավ։ Երկրորդ, երբ որ այդ շարժման մեջ մի որևէ ազնիվ լուրջ քաղաքական թիմ չի լինում, ժողովուրդը հուսալքվում է։
Եվ չի բացառվում, որ աշխարհքաղաքական իրադարձությունները, որ նախորդ անգամ այլ ուղղությամբ գնացին եւ մարեց այդ սրբազան շարժումը, կարող է հիմա զուգահեռաբար նորից վերածնվի։ Եվ այս շարժումը այն ձեր չսիրած ականջները կարող է փախնել։ Եվ սա մնա ազգային ժողովրդավարական շարժում։ Եվ այստեղ պետք է որ լինի քաղաքական թիմ, որ այդ պահին ժողովրդին ուղղորդի։ Մենք այնտեղ հերթապահելու ենք, որ հասկանանք ինչ է տեղի ունենում։ Ուրիշ բան չպատկերացնեք, սա համագործակցություն է ժողովրդի հետ։ Այլ ոչինչ չի կարելի պատկերացնել։ Շնորհակալություն ուշադրության համար, մնաք խաղաղությամբ։